Խաղաղություն բոլորիդ։ Մինչև այսօրվա քարոզը սկսել եմ։ Աստծո խոսքի մեջ ճիշտն ասած գրած է ամեն շունչ ունեցող թող փառք տա Աստծուն, ամեն։ Ամեն թե չէ։ Եկեք իրար ասենք փառք Տիրոջը։ Ուրեմն երկու հայտարարություն կա, որ կուզեմ անեմ, հետո կասեմ քարոզս այսօր ինչ է։ Նրանք ովքեր որ չեն մկրտվել, կուզեմ որպեսի սկսեք, եթե կուզեք մկրտվեք ջրով, մեզ տեղյակ պահեք, կազմակերպենք եւ գնանք մկրտության, այս տարի հլա չենք։ Այս տարի արել ենք մկրտություն, չէ՞ չենք արել։ Եվ մեկ է մի հետարքի մի բան, թեպետ դուք հայերը չեք սիրում, բայց մտքովս անցավ ասեմ։ Կարելի է փառք գնալ։ Նա Park. Այսօր մեկին հարցրի, ասի գիտես փառքն ինչ ասեցա, որտեղ շուն են մանդալի։ See that's it? Անկած փառքն էլ չգիտեն ինչ է։ So կարելի է գնալ փառք, եթե կուզեք կարանք կազմակերպենք, ես դե չենք ուզում դրսի մարդկանց ասենք, կարաք ձեր բարեկամներին բերեք, բայց կուզենք գնանք մի քիչ զբաղվենք, էլի ոնց որ տարիները չի գնացվել։ Շաբաթ օրը ասենք առավոտ շուտ գնանք, ով որ կուզի։ Եվ եթե կուզեք, ով է ուզում այս գործը իր վրա վերցնի։ Այստեղ մարդ կա, որ կուզի։ Ստեփանին տանք։ Ու շատ իր նայում ես ինձ։ So մոտիկացեք Ստեփանին եւ ասեք, եթե ուզում եք ջրով մկրտվեք եւ քյաթին էլ եթե ուզում ենք փառք գնանք։ Հետո կասեմ, ինչքան պետքա տակ վճարեք։ Ամեն։ Ստեփան, you in? Yeah. Thank you sir. Բայց ես քեզ չհարցրեցի, այնքան ասում էի։ Ուզում եմ ճիշտ ասած շարունակել ծառայողների մասին մի քանի նորություն տամ ձեզ, իսկ թեմա ճիշտ ասած միշտ մտածում եմ ուրիշ թեմա սկսեմ, բայց ինձ Աստված ուղղում է նորից այս ծառայողների թեմայի վրա, որ կուզեմ շատերդ իմանաք, նրանք էլ ովքեր երիտասարդ են, որտեվ դուք չգիտեք ձեզ Աստված կանչելա թե չէ։ Եվ կուզեմ որպեսի ինֆորմացիա իմանաք Աստծո ծառաները ոնց են սկսում, ինչ ճանապարհներով են անցնում։ So այսօր մի տեսակ կուզեմ թեքվենք մի ուրիշ տեղ, կոչվում է dark side of the ministers, այսինքն մեր հայերենով են կուխնյան, տենց են ասում ծառաների, ինչ ձևի ինչեր կա իրանց կյանքի մեջ եւ ոնց են մարդկանց հետ վարվում, ոնց են Աստծո հետ վարվում, ինչ ճանապարհներով են անցնում որպես մարդ, կուզեմ որպեսի դա դուք իմանաք Աստծո ժողովուրդ։ So անցյալ կիրակ էր, կարծեմ թեման բացեցի եւ ներկայացրեցի, որ ես կուզեմ մի հատ ստեղ տեսնեմ ինչ արել Lanzon. Yeah, let's have chart number 1 please. Okay, yes, էսի ուղղակի սարքել եմ, որ դուք տեսնեք։ Սա ընդհանուր introduction-ը սա իմ, մի հատ ընդհանուր վրայով գնանք, որտեվ մարդկա կարող է ուղղակի չի հիշում, բայց մի հետարքիր բան ձեզ ասեմ, ընդհանրապես ուղղակի ծանոթանալու համար Աստծո ծառաները, Աստծո ժողովուրդ, իրանք երբ որ սկսում են Աստծո հետ շփվելը, իրանց functionality-ն փոխվում է։ Իրանք կոնկրետ մարդու նման չեն։ Թեպետ մարդ են, բայց մարդու նման չեն։ Ասենք օրինակ դուք, որ որպես քրիստոնյաներ գալիս եք, նստում եք, լսում եք ու գնում եք, դուք մեր ու ձեր մեջ մեծ տարբերություն կա։ Այ օրինակ հիմա մի հատ տարբերակ եմ ուզում ձեզ ասեմ, մի քանի Աստծո մարդիկ, որոնք որ լուրջ մեղքեր գործեցին, ես կուզեմ մի հատ մեղքը ձեզ տամ, հետո ոնց որ դրանով կսկսենք։ Հոզեայի գիրքը որ գրվել է, կոնկրետ գրվել է այս պատճառով։ Երբ որ Աստված եկավ իր ծառաների մոտ, դե մարգարեները իրանց ծառաներն են։ Երբ որ եկավ Հոզեայի մոտ, ասեց, որ իմ ժողովուրդը կներեք, էլի պոռնիկի պես է իրան պահում։ Հոզեան ասեց, դե փոխի, ասեց իրանց։ Փոխի։
So փորձեք մի հատ պատկերացրեք, սա Աստծո ծառա է, Աստված իրան կանչել է, ես նրանք սաղ կբացատրեմ Աստված ոնց է վարվում ծառաների հետ, ձեր հետ չէ, եթե դուք ծառայող չեք, ձեր հետ չի վարվի, okay, ում որ կանչում է, իր հետ ոնց է վարվում։ So Աստված Հոզեային կանչեց, ասեց իմ ժողովուրդը իրան շնացողի պես ապամ, այսպեսի դիրք ունեն իրանք։ Ինքն ասեց, ման փոխի։ Ու այս տղեն փորձում էր ճիշտ ասած Աստծուն օգներ, բայց մեղք էր դա համարվում։ So Աստված ասեց, լավ, ես քեզ ոնց բացատրեմ, ես ինչ եմ ուզում անեմ։ Ասեց, դե որ տենց է գնա դու ինքդ պրոստիտուտի հետ ամուսնացի, ակտիվ պրոստիտուտի հետ, ոչ թե ապաշխարած։ Շնացողի հետ ամուսնացի, երեխեք ունեցի, հետո կգանք խոսանք։ In other words, գնա ամուսնացի, երեխեք ունեցի, հետո թող գնան։ So ամբողջ Հոզեայի գիրքը, որ գրվել է, բեստ գրվել է նրա, որ Հոզեան հասկացավ, որ վայ, այս ինչ մեղք գործեցի ես, այս ինչ սխալ արտահայտություն արի ես։ Ես ինչի Աստծուն ասացի, փոխի սրանց։ So Աստծո մարդիկ, Աստծո ժողովուրդ, երբ որ իրանք փորձում են Աստծուն օգնեն, իրանք ձեռով իրանք գցում են կրակը։ So Հոզեան ստիպված պետք է գնար այդ աղջիկը այդ ամուսնանար, հետո այդ աղջիկը նես չէր, որ խելոքացել էր։ Երրորդի մեջ ասում է գնա հետ բեր իրան։ Այդ աղջիկը իր գործերն էր անում։ Դե ոնց որ գնաս հասարակած տուն մեկին ուզես։ Խո այդ աղջիկը չի թողալու իր գործը։ Էլին դե է ինքը։ Ասում է գնա հետ ուզի։ So Աստված ասում է սրանք էլ իմն են։ Ճիշտ է, իրանց լավ չեն բան, բայց գցելու չի։ So ինչ եմ սա ձեզ ասում, որ դուք հասկանաք, որ Աստծո հետ աշխատելը այդքան էլ հեշտ չի։ Կարաս շատ արագ պրոբլեմ ունենաս Աստծո հետ։ Դուք չէ, որովհետև ձեր մեջ մենակ մի հատ գաղափար կա, Աստված ինձ սիրում է։ Բայց մեր մոտ այտենց չի։ Մենք այտենց չենք նայում։ Մենք Աստծո հետ աշխատում ենք։ Ով այնց հասկանում, ասի ամեն։ Ես ուղղակի կուզեմ մի հատ ձեր սիրտը պատրաստեմ, հետո մի քիչ ավելի բան կանեմ, ոնց որ մի հատ գնանք Եբրայեցիների 13-17, Hebrew 13:17, let's have that for a second. Ուզում եմ այս մասը մի հատ տեսնեք, հետո կամանց հերթով կգնանք։ Hebrew 13:17. Ձեր առաջնորդներին անսացեք ու հնազանդվեք։ Ինչ արեք։ Անսացեք։ Okay. Հայերեն ես կարդում։ Good. Continue. Ու հնազանդվեք, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիները, որպես թե հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք թող դա ուրախությամբ անեն եւ ոչ թե հառաչելով, քանի որ դա ձեզ օգուտ չէ։ So, Աստծո մարդիկ, Աստծո ժողովուրդ, ասում է obey them, բայց այստեղ խնդիրը դուք չեք այստեղ։ Խնդիրը արդեն մենք ենք, որովհետև ամեն մի անձի համար ես պատասխանատու եմ։ Եվ դա ինձ փոխում է ուրիշ մարդ հասարքում։ Եվ եթե այստեղ նկատեք, Աստծո մարդիկ, Աստծո մարդ եմ խոսում, ոչ թե unprofitable ծառաները, որ կգանք դրանց մասն ենք խոսանք։ So, այս Աստծո ծառաները իրանք տարօրինակ են։ Եթե օրինակի համար դուրները չգաս, իրանք կբողոքեն Աստծո մոտ։ They do. Ես ցույց կտամ, եթե դուք ճիշտ չապրեք։ So, իրանց point-ը ոչ թե բամբասելն է Աստծո հետ, այլ ինքը ուզում է այդ պատասխանատվությունից դուրս գա, որտեվ ասում է ձեր շնչերի համար պատասխանատու են։ Somehow ես պետք է դուրս գամ այդ պատասխանատվությունից։ So the best way to do is complain. Որ Ստեփանը լրիվ ուրիշ կյանքով ապրում, չի հնազանդվում։ So obviously արդեն character-ս քո հանդեպ փոխվում է։ Ես պետք է դուրս գամ դրա մեջից։
ուզեմ չուզեմ, թե չէ ինձ կդատի Աստված։ Իսկ Աստծո մարդիկ չեն ուզում, որ Աստված իրանց դատի։ Միտեղ գրած ասում է Աստված իր զավակների խրատում է։ Մենք չենք ուզում խրատվենք, մենք այդ level-ը չունենք, մենք դա հասկանում ենք, որ պետք չի տեղ մեզ հասցնենք։ Չի կարելի։ Դուք ինձ հասկանում եք, թե չէ։ So, բայց եկեք մի հատ հիմք տամ ձեզ, հետո կշարունակենք, եթե կարելի է, հա։ Աստծո պարգևը, Աստծո ժողովուրդ, ուզում եմ բոլորդ ուշադիր լսեք։ Աստծո պարգևը, gift of God, կլի բժշկություն, ասենք օրինակի համար դևեր հանել, այս կողմ, այն կողմ, Աստված տալիս է թե անհավատներին, թե հավատացյալներին։ Բայց ստեղ մի հատ նրբություն կա։ Եթե անհավատներին է տալիս, ուրեմն դու պետքա ճիշտն ասած Can I have picture 5 please? Երբ որ տալիս է անհավատ մարդու, Աստծո խոսքի մեջ գրած է, որ ամեն հոգու մի հավատա։ Հիմա պատկերացրեք, ես անհավատ մարդ եմ, բայց բժշկության ու դևեր հանելու պարգև ունեմ։ Ես կարամ քո դևը հանեմ մեջիցդ։ Ես այդ պարգևը ունեմ։ Բայց ես պատասխանատու չեմ սուրբ կյանք ապրեմ, ոչ էլ քո մասին մտածեմ։ Եթե ես ինձ Աստված պարգև տվե, ես ընդհանրապես կարամ էդի որպես աշխատանք անեմ, բայց ես քո համար պատասխանատու չեմ։ So երբ որ նամեք մի հատ մարդ massive բժշկություններ անում, ասում է, տես, բայց ամեն հոգու մի հավատա։ Նրանք, որ Աստծո կողմից են, նրանք ոչ թե մենակ բժշկություն են անում, այլ հոգսել են անում, որ մնաս։ Եթե նկատեք, ես շատերիդ համար չեմ աղոթում, բժշկություն չեմ անում, դևեր չեմ անում։ Գիտեք, չգիտեմ անելը։ I know everything, բայց ինչի չեմ անում? Because I'm spoiling you։ Դու արդեն հույսը դրել ես ին վրա, աղբես ջան։ Ոնց որ այսօր մարդիկ ուտում խմում, այսօր Ռիտան մի հատ բան էր ասում, մեկին անայում, փախլավա է սարքե խորովածի, բայց ասում է ամեն մեկի փորը էսա փախլավա, էսա ոչ կան։ Նապոլեոն։ Նապոլեոնի խորովածը որն է, բայց ասում է ամեն մեկի փորը այսքան է։ Դե իրանք գիտես ինչ չեն այդպես փորները գցել, որտեվ գիտեն հիվանդանոց կա։ Մի որ հանկարծ վատացան կգնան այնտեղ։ Սո պետքա այդ ձև չեղնի, դու պետքա ինքդ ճիշտ ապրելու ձևը իմանաս։ Ոչ թե դնես Նապոլեոնի խորոված ուտես, վերջում էլ քոլեստրոլը խեղդի ու գնաս չիմանաս տակից ոնց է լես, չէ՞։ So Աստծո մարդիկ հոգս են անում։ So ես ինչ եմ անում։ Ես ավելի շատ ասում եմ, okay, դու դև ունես։ Հա ունեմ։ Հետդ խոսում է, հա խոսում է, քեզ նեղացնում է, հա նեղացնում է։ Ձևերը սենց է, սովորի, իրան դու հանի դուր շպրտի, էլ մի թույլ տա, որ ինքը գա, հույսդ մի դիր ին վրա։ Դու քո հույսը դիր քո ուժերիդ վրա։ Դու կռվի իր հետ։ Հազար հատ մի հատ դևի մարխո չես գալու մոտես։ Մարդը, որ ծնվում է, ունի միլիոնավոր դևեր, միլիոնավոր։ Ես մենակս որ մեկի դև, ամեն մեկը որ եթե մի միլիոն դև բերեք, ես հաստատ կխեղդվեմ։ Չեմ կար, so ես պետք է սովորացնեմ, իսկ սովորացնելը դա լավ բան է։ Եթե դուք նայեք մինիստրներ կան չեն սովորացնում, իրանք խափում են քեզ։ Ասում են գիրքս առ, իմ այդ զումերի մասնակցի ու տենց ապուշություններ, բայց չկա որ ասի Աստվածաշունչ կարդա, աղոթք անել սովորի։ Սրանք they don't care about you. So հիմա սա կուզեմանաք, so երբ որ մեկը տեսնում եք ասես մեծ համբավա անունը հանե, դուք իրավունք չունեք գնաք իր մոտ, մինչև չիմանաք ինքը ինչ հոգեբանության տեր է։ Աստծո հետ է թե չէ։ Ամեն հոգու մեկ հավատա։ Կարդացել եք այդ տեղը։ Երկրորդը Հովանես 5:38-ի մեջ այնտեղ ասում է, որ այս տեսակ ծառայողները իրանք Աստծուն մերժում են, չեն ընդունում, ոչ էլ Աստծո ձայնը գիտեն։ Ասում է դուք, եկեք կարդանք John 5:38, ասում է դուք չեք լսում ինչ, որովհետև ին ոչխարները չեք։
Փարեստիներին է ասում։ Դուք իմ ոչխարները չեք ասում։ Կարդա, well, I'm going to give that too. John 5:38. Go ahead. Ոչ էլ նրա խոսքն ունեք ձեր մեջ, որովհետև նրան, ում որ նա ուղարկեց, դուք չեք հավատում։ Խոսքը եթե լինի իրանց մեջ, այսինքն վերստին եթե ծնված եղնեն, իրանք հաստատ կընդունեն, բայց Հովանես 10:26-ը, John 10:26, ասում է, որ սրանք իմ ոչխարները չեն, իմ ձենը չեն լսում։ Those are the ministers. Ես այդպես մարդկանց շատ եմ հանդիպել։ Շատ եմ հանդիպել, որ իրանք ընդհանրապես Աստծո հետ կապ չունեն, բայց հրաշալի գործեր են անում։ Let's have John 10:26. Բայց դուք ասում եք չհավատացիք, որտեվ դուք իմ ոնցից չեք ասում։ Իմ ոչխարները իմ ձայնը կլսեն, right? Yeah. So չեմ սա ձեզ սովորացնում, որտեվ պետք է զգուշ լինեք։ Հիմա դու իսկ ասես, բան չի ատենց Աստված արե։ Մի հատ առակ պատմություն կա, ասում է, երբ որ մի մարդ սերմ ցանեց իր պարտեզում, ասում է, չարն էլ եկավ Իրանը ցանեց։ Եվ երկուսն էլ իր նմանությամբ աճում են։ Դու ուղղակի պետք է սովորես ու տեսնես ով է Աստծուց եւ ով Աստծուց չի։ Բայց համենայն դեպս անհավատ մարդը կարա simply բժշկություններ անի։ Կարա անի։ Ու ավելի զորավոր, քան թե ասենք ես կամ ուրիշ մի քրիստոնյա։ Կարա անի։ Դուք պետք է զգուշ լինեք։ Ես էլի համարներ ձեզ տամ 2 Կորինթացիներ 2:17-ի մեջ սրանց համար այդ պարգևը որպես աշխատանք է։ Հիմա ուզում եմ մի բան ձեզ սովորացնեմ։ Եթե մի ծառայող իր պարգևը ծախում է, ինքը Աստծուց չի։ Դու իրանք չունես ծախես, ասում է ձրի տվել եմ, ձրի էլ տուր։ Բայց քանի որ սրանք Աստծուց չեն, իրանք merchandise են տանում, սկսում են ծախելը։ Գիտես ով է տենց արել։ Սատանան ասում է դու զբաղված ես քո առևտրով։ Ինքը իր գիֆտը ծախում էր։ Symbolically speaking. So այն մինիստրները ովքեր որ իրանք, can I have 2 Corinthians 2:17 please. Երբ որ իրանք սկսում են իրանք product-ը ծախել, իրանք Աստծուց չեն։ Դրա համար մենք փող ենք հավաքում։ Աստված կանոններ ունի, ասում է, երբ որ գալիս եք Աստծո տուն, դատարկ ձեռով մեկ գա, եթե բայց դու չես կարող ասես, okay, ես ծառայողներ գիտեմ, ասենք հայտնություններ ունեն, օրինակ իմար, չէ՞։ Իրանց հարցը ստել ասում է գիրքը սար մեջը գրած է։ Okay, չես կարող ասես։ Չես ասում գիրքը սար ընդ է գրած է։ Դες չեն ասում։ Գիտեք, քանի հոգու եմ հարցեր է։ Ասել եմ, այս բանը դու ասել ես, որտեղից ես գտե։ Ասում է գիրքս առ ընդեղ մեջը գրած է։ Ես էլ գրքերը առնում էի, սաղ չապտերը կարդում էի, մեջը գրած չէր։ Բայց ես հիմա իրան որտեղ գնամ ասեմ, այս գիրքը փողս հետ ուր։ This is a scam. Դու սկամ ես ամ, դու խափում ես։ Քո հարց եմ տվել, ասում ես գիրք սար, բայց գրքի մեջ գրած չի։ Ես մարդիկ եմ տեսել, եկել են բողոքել են, որ գրքերն առել ենք, էլի մենք փրկություն չունենք։ Ասում է, չէ, պետք է լայմ զումից էլ գաս։ Ընդեղ էլա փող չարժան, ընդեղ էլա փող չարժան, ընդեղ էլա փող չարժան։ Սաղ տեղերը փողա չարժան։ So Աստծո խոսքի մեջ ասում է, իրանք անում են իրանց փողի համար։ Կարդանք։ Քանի որ նման չենք շատ ուրիշների, որոնք Աստծո խոսքը վաճառում են, այլ պարզությամբ Որովհետև Աստծո խոսքը վաճառում են։ Մարդիկ էլ առնում են։ Մարդիկ առնում են, հա գնար, առնում են, բացում են, նայում են, կարդում են, դե ճարահատված են, ճար չունեն, չէ՞։ Ասում են իմ ժողովուրդը գիտության չունենալու պատճառով կորում է։ Փողերները ստեղ, ընդեղ շպրտում են, առնում են, հա, այդ անում են սենց կալոտ գրքերը, հա, բայց ուր է ստանում։ Մեջը բան չկա։ Այն մեկը գիրքա գրե, տեսլեք, ասում է, բաց գիրքա գրե, առաջի փեջում ասում է, մարդը նստեց ձի վրա, տնգլ, սաղը փեջը տնգլա։ Վերջի փեջում ասում է հասավ։ Էսա։ What are you going to learn from these people? Տնգլ։ Սաղ գիրքը տնգլա։ You know, this guy writes the book. It says the man is on the horse going. The rest of the chapter is տնգլ. You know how the horse goes? And then when he opens the last page, it says he arrived. People purchase those kind of books.
Let's go to Acts 8:18-20. Simon անունով մի հատ sorcerer կար, կախարդ կար։ Ապաշխարել էր, եկեք մեր կիրովականց ու ձև ասեմ, Յանիմ թե։ Եկել է Պետրոսն ասում է, փող տամ այդ գիֆտը տուր ինձ։ Փող տամ այդ գիֆտը տուր ինձ։ Փող տաս, կատակ ես, գործը գիսկի գործ է։ Դե ինքը ժամանակին փող էր տապում։ Հիմա գործերը թուլացել է։ Ուզում է փող տա, Պետրոսն էլ ասեց, արա դու ապուշ ես, դու էլ քո փողն էլ կորես, դա չես կարող առնես։ Դա Աստծուն ոնց որ առնես։ Աստծու գինը ինչքան է։ Օրինակ դու քեզ ինչքան կգնահատես։ Անգին ես, right? Եթե մեկ իր վրա գին ա դնում, դուրն այն կողմն է։ Կարթա։ Սիմոնը տեսնելով, որ առաքյալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրվում է, դրանց փող առաջարկեց եւ ասաց. Ինձ էլ այս իշխանությունը տվեք, որպեսզի ում վրա ձեռք դնեմ, Սուրբ Հոգին ստանա։ Պատկերացրու փողով ուզում է առնի։ Սա ուղղակի ձեզ ուզում եմ սովորացնեմ, որ մենք ունենք երկու տարբեր ծառայողներ։ Կան, որոնք որ Աստված իրանց պարգև է տալիս, սրանք մենակ մի բան են տեսնում՝ փող ու crowds, փող։ Իրանք մենակ ու տափակ խոսում են։ Ես մեկին գիտեմ, ասում եմ, մենք պետք է Jezebel spirit-ին անցնենք։ Այն օրը երեք, չգիտեմ, կարծեմ Արտուրներ մի հատ անեկդոտ պատից, ասում է, կներեք իհարկե բոլորդ ներողություն խնդրում, ասում է, աբարանցում փոլիսը կանգնացնում, ասում է, «Էս ի՞նչ է, ինչքան կարմիր կա, տակով անցնում ես»։ Ասում է, «Բա ի՞նչ անեմ, այնքան վերև եք դրե, չեմ կարող վրով անցնեմ»։ Չի հասկացել, որ կարմիր տակ պետք է կայնի, ոչ թե տակով անցնի։ You don't know that joke, huh, Henry? It's Armenian joke. You have to change your blood, brother. So let me just say something. Let's read. Continue reading, please. At 19, I'm gonna continue. Եվ ասաց. Ինձ էլ այս իշխանությունը տվեք, որպեսզի ում վրա ձեռք դնեմ, Սուրբ Հոգին ստանա։ Yeah, next. Պետրոսը նրան ասաց. Կորիր քո արծաթի հետ միասին, որովհետև կարծեցիր, թե Աստծո պարգևը կարելի է փողով առնել։ One more scripture and then we're going to go to կգնանք իսկական ծառայողներ մասը. 1 John 4 from 1 to 3. Սիրելիներ, ամեն հոգու մի հավատացեք։ Սիրելիներ, ամեն հոգու մեկ հավատա։ Why? Ինչ պետք է անենք։ Այլ փորձեք։ Այլ փորձեք։ Հոգիները, թե արդյոք Աստծուց են, որովհետև բազուն սուտ մարգարեներ են աշխարհ եկել։ Հա։ Continue. Սրանով Աստծո հոգին ճանաչեք։ Ամեն հոգի, որ դավանում է Հիսուս Քրիստոսին, մարմնով եկած Աստծուց է։ Հիմա բացատրեմ սա ինչ նշանակում։ Ամեն եկեղեցի պետք է ունենա 3 կարևոր հիմք։ Այս հիմքերը չի կարա ջնջվի։ This is our constitution. Բոլոր եկեղեցի մինիստր, որ դուք տեսնում եք, այս 3 բանը պետք է ինքը ունենա։ Ու իրա մի տարվա մեջ գոնե պետք է 365 անգամ նշի։ Առաջինը սիրեք Հիսուսին։ That's one very important. Պետք է սիրեք Հիսուսին։ Հաղորդակցվեք նրա հետ։ Եվ մեղք չգործեք։ Այս 3 կարևոր է։ Սիրեք Հիսուսին։ Նա, որ չի սիրում Հիսուսին, ասма թող ինչ լինի, անիծված լինի։ Պետք է սիրես իրան։ It's որ եկեղեցին գնաս, այս հիմքը պետք է ինքը ունենա, չի կարա չունենա։ Պետք է շփվես այս Հիսուսի հետ եւ պետք է մեղք չգործես։ This is the 3 law, որ բոլոր ծառայողները պետք է ամեն տարի գոնե ամիսը մի անգամ հիշեցնեն ժողովրդին, որ մեղք գործելը ապշնչի։ Հիսուսին մոռանալն էլ ապշնչի։ Right people? So ամեն հոգու չես կարա հավատաս։ All right. Հիմա եւ մի ուրիշ բան էլ Հռոմեացիներ 1:18-ի մեջ սրանք ճշմարտությունը միշտ փակում են, չեն ասում։ Մենք մի ժամանակ մեկի հետ խնդրեմ ունեցանք, որովհետև ինքը ասում էր, եթե մի մարդ ինքը դրագի մեջ եղնի ու որոշի իր կյանքը վերցնի,
Աստված իրան դրախ կնա։ That's a false statement. There is no such a thing. Եթե դու ինքդ քեզ սպանես դարդից, առանց դարդի, ոնց որ համարում ես, քո ճանապարհը դժոխք է։ That's a false statement. Ինչ այդ ընտանիքին որ չնեղացնի, հա, դրախտ ես գնում, բա ինչ։ Յա, բարև ձեզ։ Այտենց անչենք մենք, սաղս ցուրտ է ժողովուրդ։ You got everything, I mean, what do you mean? If it's cold, կարամ անջատեմ։ Henry, just turn this one off. I mean, I can see people are not listening, they're freezing. Like. Լավ, հիմա անցնենք մյուս տարբերակին, որ կուզեմ սրա մասին ձեր հետ խոսամ։ Let's go chart number 1 again. Ստեղից ուզում եմ այս մասը սարքենք։ Ուզում եմ լսեք Աստծո ժողովուրդ։ Եթե դուք նայեք ստեղ, ես արագ կգնամ, որտեղ այնտեղ բան կա սովորացնելու, որ կուզեմ իմանաք։ Եթե դուք ստեղ ընդհանուր նայեք, ես կասեմ դուք հերթով տեսեք ինձ ձևի աշխատում։ Ուրեմն առաջի Կորինթացիներ 12:5-ի մեջ գրած է, որ տարբեր տեսակի ծառայություններ կան։ Դուք պետք է դա իմանաք։ Եթե մեր եկեղեցին կոնկրետ քեզ չի օգնում, որ բժշկվես, գնա ուրիշ տեղ։ Տեղ մանարի, որտեղ որ կարան քեզ բժշկեն։ Բայց մեկ շուտ չընկնես այդ գելերի բերանը, որտեղ փողերդ կքամեն։ We gotta be careful, դրա համար սովորացնում եմ։ So, հիմա լսեք էսի։ Տարբեր տեսակի ծառայություններ կան, տարբեր տեսակի։ There's a different ministries։ Առաջի Կորինթացիներ 12:5-ի մեջ է գրած։ Ումա ընտրում Սուրբ Հոգին բոլորին։ Ստեղը տենց մարդ չկա, որ չի կարա ծառայի Աստծուն։ Ստեղ մեկը կա, որ չկա, Աստված իրան չի ընտրել ծառայության մեջ։ Դες բան չկա։ Բոլորին ընտրել է Աստված։ Իր խոսքի մեջ գրած է, նա ոչ թե մենակ ձեզ փրկել է, այլ կանչել է։ So բոլորը պարտավորեք ծառայեք։ Երկրորդը։ Երբ որ կանչում է այս մարդկանց, այս մարդիկ իրանք էլ հովիվ ունեն։ Ձեր հովիվը ես եմ, իմ հովիվը Հիսուսն է։ He's the chief pastor. Իմ pastor's Հիսուսն է, գրած է I'm the chief pastor։ Ոչ թե մենակ դա, իմ instructor-ն էլ է ինքը։ He's my instructor-ն է, իմ teacher-ը ինքն է։ Շատերիդ որ Աստված եկեղեցով է սովորացնում, որովհետև դուք հլա ականջ ու աչք չունեք, որ տեսնեք ու ենթարկվեք։ So ստիպված ես եմ ձեզ սովորացնում։ Եվ ձեր հոգևոր կյանքի 50%-ը ինձանց է կախված։ Ես կարամ քեզ մեսաբանեմ։ I can mess you up։ Այսօր երեխեքին ուղարկում ես ինստիտուտ, դուրս են գալի անհավատ։ They mess them up։ Նույնը ես, կարամ, I'll mess you up։ Անես բաներ խոսամ, սենց ուղակի ասում, թողեք ու գնաք։ Կամ էլ, չգիտեմ, սենց ստից բաներ դառնանք։ It's up to me։ 50%-ը ձեր հոգևոր աճման ինձանց է կախված։ Depends ես ոնց եմ տալիս։ It's very important, դուք պետք է այդ իմանաք։ Եթե ես ուզենամ, կարամ անես բաներ կարոզեմ, փչացնեմ ձեր միտքը։ Actually կարամ վախացնեմ ձեզ։ Ճիշտ ասած կարամ ձեր ջեպերը դատարկեմ էլ։ You don't believe me, huh? I done it once. 15000 փող հավաքեցի այդ շաբաթ, այդ օրը։ That was a good harvest։ Բայց ինձ Աստված ասաց էլ չանես։ Մի հատ դուք ամերիկացի ասում, չէ, տենց է կամ, չէ։ Ահա։ Հազիվ փող ենք աշխատում, I'm just kidding։ So depends. Որովհետև շնչավոր մարդը վախկոտ է, հոգևոր մարդը չէ։ Հոգևոր մարդը բալանսդ է։ Քո այն ամենանեղ ժամանակ ես կարամ 2000 պոկեմ քեզանից։ Ասեմ փող դուր, գնամ աղոտ կանեմ, դասվես։ Ինչ պետք է անես։ Պետք է դաս։ Արդեն սաղ տեղերը փորձել ես։ Ես է փողդ կվեկալ եմ, ոչ էլ աղոտ կանեմ։ Շատ պետք է դու տես մնա, որտեվ էլի է փող պետք։ Չէ։ Ձեր կարծիքով եկեղեցիներ կան sense բաներ կսովորացնեն, absolutely not։ Իրանք չեն որ դու գաղտնիք իմանաք։ Իրանք կասեն դու լավն ես, բայց որ ընկար փող պետք է տաս ինձ։ So I'm the only one teaching.
Մրսում ես։ Is this interesting, people? Okay. So, իմ instructor-ը Սուրբ Հոգին է եւ ինքը իմ chief pastor-ն է։ Ես պետք է գնամ իր մոտ ու իրան հարցնեմ ոնց ես ուզում ես անեմ։ So, եկեք մի փոքր խոսանք Հիսուսի ու մինիստրների հարաբերության մասին։ Առաջի բանը, ինչա ուզում Աստված բոլոր այն մինիստրներից, ովքեր որ ուզում են ծառայեն Աստծուն։ You guys ready? Ընկեր չունենալ։ No friends, absolutely zero friends. Որտեւ Աստծո խոսքի մեջ գրած է, ընկերը դավաճան է։ Ընկերոջ կծածը ասում է օծից վատ է։ Friends, no friends. Ես ընկեր չունեմ։ Չեմ էլ կար։ Գիտես ինչի համար։ Որտեւ եթե պետք է լի, ես կարողանամ քեզ հանդիմանեմ։ Եթե դու իմ ընկերես դառա ստիպված չեմ կարող որ շիվան ասեմ։ So, առաջի գրուպը, որ ես ունեցա եկեղեցում, բոլոր իմ ընկերներն էին։ Ինձ մի օր եկավ Աստված ասեց, քեզ չասեցին, քեզ չունենաս։ Ասեց, ես իրանց քեզ իրանց մեջից կհանեմ։ He did. He dismissed all of them. Որովհետև Երեմյան մի հատ աղջկա էր սիրում։ Դե obviously որ աղջկա էր սիրում, կսիրես էլ ընտանիքի անդամներին, բայց Աստված ուզում էր իրանց սպաներ։ Իրանք մեղավոր էին։ Երեմիայի համար դրանք սուրբ էին։ Տղեկն է որ աղջիկին սիրում են, էլ մոռացի թե կարաս այդ ընտանիքին կպնես։ Երեմիան դրա պատճառով հելավ Աստծո դեմ դուրս եկավ։ 15-ի մեջ Աստված ասեց Երեմիա, եթե ուզում ես, քեզ հետ կընդունեմ, մենակ մի պայմանով իրանց անիծի։ Թե չէ ես քեզ չեմ ընդունում, ուրիշ մեկի կկանչեմ։ Երեմիան որ տեսավ Աստծուն կորցնում, ստիպված հետ եկավ ու սաղ մեռան։ So այդ ընկերության պատճառով Երեմիան համարյա թե կորցնում էր Աստծուն։ What is this? What's going on? So առաջի բանը որ Աստված ուզում է ծառայողներից, so եթե դուք ուզում եք ծառայեք, հիշեք, ընկեր չեք կարող ունենալ։ Երկրորդը շատ ծանր է։ Եթե ամուսնացած ես, պետք է ընտանիքի train անես, որ իրանք քո հետ հետևից գան, ոչ թե դու իրանց հետևից գնաս։ Պետք է train անես իրանց։ Ու շատ դժվար է։ Իմ կինս, որ մրջուն է տեսնում, արագ թռնում է լուսին։ Ավելի արագ է, քան թե օրինակի համար արբանյակները։ Դուք այդ պաժարն ու ձենը լսեք, որ միացնում են fire car-ի։ Իմ կնոջը ձեն դրանց ուժեղ է, երբ որ մրջուն է տենում, մրջուն։ The girls are like that. Գոռում են, հելնում են։ Մի ժամանակ մի անգամ հիշում եմ, այդտեղ քարոզում ենք, մի հատ cockroach էր։ Իրական cockroach։ Հա մի հատ սենց էր գնում, մի հատ սենց էր գնում։ Այ մարդ, սաղ թռան աթոռների վրա կայնել են ծերին սենց։ Just do like this. Չէ, խիկը հելնեն կգոռան։ Ինչ ձեն են ասես չենք լսում։ Այսքան կենթան խեղճ չգիտեր ուր կենար արդեն։ Սկսեց հիմա իմ մոտ գալը։ Մի հատ սենց արի ու դրանք չեն ստատկում, պետք է 10 անգամ տարօրես։ No friends. Եվ երկրորդը պետքա ընտանիքիդ անդամներին հետևիցը տանես։ Դուք ձեր ընտանիքի անդամներին չեք տանում ձեր հետևից։ Բայց ինքը պետք է տանի։ Գիտես ինչի համար։ Որտեվ եթե քո վրա ձեռ դնեմ աղոտ կանեմ, քո դևդ որ դուս եկավ, ինձ չի ձեռ տալու։ Գնալու եմ ընտանիքիս վրա, որտեվ Աստված մենակ ինձ է կանչե, իրանց չի կանչե։ Ով այնց հասկանում։ Մենակ ինձ է պրոտեկտամ, իրանց չէ։ Ես պետք է իրանց train անեմ, որ իրանք դամես չեղնեն։ Իմ տղես մի օր եկավ ասեց, հերիքա Ռամերեսին կանչես, ամեն անգամ կանչում ես, մենք ջարդվում ենք։ Հենց Ռամերեսի կինն էր ասում, հերիքա, սրան ասա թողել deliverance չանի, ես ջարդվում եմ։ Պետք է հետը տանես, գիտեք ինչ դժվար է։ Փոխես քո ընտանիքի structure-ը, ինչա որ մի հատ հոգի պետք է փրկվի։ Նա ճշտով որ գցես ապուշ բանա, չէ, բայց Աստվածը տենց է ուզում։ Ուզում է մարդկանց փրկի։ Իսկ մարդկանց փրկելու համար դու պետքա լինես օգտակար թագավորության համար։ Դա ընկեր չես կարող ունենաս։
Դրա համար շատ մարդիկ ինձ ասում են, քո այդ խոսալ չի եղնում։ Դու ծանր ես։ Գիտես ինչի, որտեվ դու իմ ընկերս չես։ Ես կգնամ այս եկեղեցուց, պահ, ավել լավ պրծանք։ Εμείς παπά ζιμπίλι μπιλ եկել, ասում եմ գցի էլ դրանց է պրծանք։ Ես գիտի զիբիլ բիլ եկել, չի մա որ զիբիլի բիլն եկել։ Չհասկացաք, չէ՞ ինչ ասացի։ Բախի չեք ծիծաղում։ Ուզում եմ մի քանի բան տամ ձեզ։ Առաջինը Աստված ուզում է, որ ընկեր չունենա։ Շատ դժվար է մի մարդ, որ ընկերասեր է, ընկեր չունենա։ Հենց զուտ դրա համար։ Երկրորդը ընտանիքի պետք է հետը տանես։ Պատկերացնում ես կինը տան ղեկավարը։ Oh brother. Oh Jesus. Երրորդը։ Այդ անձնավորությունը ինքը պետք է իր անձը ուրանա։ Այդ որն է։ Օրինակ քանստետ է կետի հասկանում անձ ուրանալն ինչ է։ Կգնանք Matthew 16:24. Matthew 16:24. All right, let's have that please. Okay. Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը եւ գա իմ հետևից։ Yeah. So, denying himself բոլոր հաճելի կյանքը պետք է թողաս։ Չես կարող ապրես։ Պետք է լրիվ dedicate եղնես Աստծուն։ Իսկական Աստծո ծառաները այս կյանքն են ապրում։ They deny their life. Իրանք ոչ մի բան չեն անում։ Իրանք ապրում են Աստծո համար, երկրորդը ապրում են Աստծո համար, երրորդը ապրում են Աստծո համար։ They don't do nothing. They don't have vacation. They don't go vacation. Մեր ամեն ինչը black and white է, ոչ մի չենք դնում ենք։ Դու իմ հետ նստես խոսալու ես Աստծուց, իսկ եթե հանկարծ Աստված ոչ անի, մեղ գործած եղար ու հանկարծ ես իմացա, որ դու մեղ ես գործել, գլխիդ կրակ եմ թափելու on the end of the day. Խոսալու ենք շնորհքով, վերջում դու նեղացած ինձ գնալուց, because I'm going to tell you you're a sinner, you better repent. Because that's what we do 24/7. Ես ամեն շաբաթ 5 օր աղոթք եմ անում, regularly. It's a command. Աստված ինձ ասել է, որ դա աղոթք եմ։ Գիտես ինչ դժվար է։ Վայ մանուշս, ուզում ես գաս քարոզես։ Երեք իրա մասն ենք խոսում։ Բա դու չէիր եկի անցյալ շաբաթ։ Մաման պապատ քնած էին մնաց, Պարզա։ Բողոքումա որ անցյալ կիրակի չի եկե։ Ես մի անգամ տղուս տարա դպրոց, ասեցին ինքը էլ չի կարա այսօրը գա, կտրվել է դպրոցից, բայց նայում սողերը գնում են բացի երեխուց։ Ասում եմ, այս ինչի՞ չեք թողում որ երեխեք, ասում է 10 անգամ ուշացել է, ասի ինքը չի ուշացել, ես չեմ բերե։ Դե ասում է իրան է զրկում ենք։ Այնա լավ էր, քնացինք ընդ թխվածքով, կոֆեյով, իր այդ լավ ժամանակ անցկացրինք։ Ասի ձեր դպրոցը ձեզ մնա։ Հիմա երեխեն բողոքում է, պապաս, մամաս չհելան։ Ես առավոտ 6-ին հելա, կաթս խմի, ասի դուք հագնվեք, որ ինձ տանեք եկեղեցի, իրանք չեկան։ Anyway. So, denying yourself means and կյանքը որ դու ապրում ես, ել չես կարող ապրես։ Օրինակ իմ կինս ինձ ասում էր, ես գործից գալիս եմ տուն, դու սաղ օրը հեռախոսների վրա ես։ Բայց հեռախոսով ինչ է անում։ Մարդկանց ընտանիքներն է սարքում։ Մարդու կնի կռվեն արե, մեկը գործնակորցրել լացում է, մեկը հիվանդը չգիտի ինչ անի, մեկը ես չգիտեմ ինչով է զբաղվում, խառը։ Մի օր եկեղեցում գործ ենք անում, մի հատ կին վազելով մտավ, ասեց, երեխես կորել է։ Ասեմ, քուրիկ ջան, երեխեդ ոնց կարա կորի 24 տարեկան է։ Խո ասեղ չի որ կորել է, ուր է։ Ասում է մոտո էր քշում, խփել է, այսինքն թռելա չեն կարող գտնեն ուր է։ Կորել է։ Լացում է, մի հատ ձենա դրե։ Հիմա չեմ կարող ասում, լսի, հետո կգտնենք երեխուդ, հլա գնա գործ ենք անում։
Թողել ենք սաղ գործերը, ընկել ենք աղոթքին, որ իրար գտնենք։ Մի մայլ թռել էր այդ խեղճը, ոնց որ Սուպերմենը լի, բայց լավ էր չէր մեռել։ So depends. Որտեվ Աստծո մարդը պետք է հասկանա mood change-ելու, պետք է կարողանա շատ արագ քեզ դզես, եթե չէ կկորես։ Մի րոպե ուրախ ես, 2 րոպե հետո ուրախ չես։ Ու տենց իմ կյանքս ու ծառայողների կյանքը սենց bipolar ենք մենք։ Առավոտ հելնում եմ կոֆես, խմում եմ, մեկ է մի հատ զանգ եմ ստանում, մի հատ ապուշ բան, ներվայնանում եմ, մեկ էլ հոп մի հատ ուրախ բան, հետո մի հատ ավելի ապուշ բան, ու տես վերջում սես գնում եմ տեղերս։ Yeah, this is how the ministers live. That's how we live. Դրա համար իմ կնոջս ասել եմ, որ տենաս ես ներվայնացնեմ, please գնա իմ մոտից։ Իմ հետ մի խոսա, leave me alone։ Խորհրդիդ կարիք չունեմ, ոչ ուզում եմ խոսամ հետդ, որտեվ կռիվ եմ անում իրանց հետ։ Դուրս չի գալիս։ Մանավանդ կինս ուզում այնց օգնի, բայց ես հասկացել եմ, որ չեմ ուզում Հոզեայի նման գնամ, ասեմ, ահա, լավը չեմ փոխի։ Այդպես ոնց կարա եղնի, չէ՞։ Yeah. Okay. Ռոմեացիների 6:5-ի մեջ գրածա, որ պետք է Քրիստոսի հետ միաբան եղնես։ Unite with Christ. Unite, պետք է Քրիստոսի հետ միաբան եղնես։ Իր հետ պետք է անընդհատ շփման մեջ եղնես։ Partner եղնես իր նեղության մեջ, այսինքն մինիստրը պետք է partner եղնի Քրիստոսի նեղության մեջ, գրածա չէ, ասում է ուրախ եղեք, երբ որ իմ անունով ձեզ կհալածեն։ Ուրախ եղեք։ Ամենածանր բանը իմ համար, որ ես ապրել եմ, դա մենակությունն է։ Ու մինչև այսօր տենց եմ, մենակ եմ։ Հա, կին ունեմ, երեխեք ունեմ, բայց իրականում ես ու Աստված ենք, ուժ մարդ չկա։ That's the hardest part. You're alone. Չես կարա մեկի հետ կիսվես։ Բաներ կա, եթե քո հետ կիսվում կմեռնես։ You can't carry what I carry. It's very difficult. Աստծո հետ ապրելը, բոլոր Աստծո մարդիկ, գնացեք կարդացեք, չեմ հորինում։ Իրանք ամեն աղոթքի մեջ Աստծուն ասել են մեծ տար, էլ չենք ուզում ապրենք, շատ դժվար է, էսի դժվար է։ Չենք ուզում ապրենք։ It's hard. So dark side of the people Աստծո մարդիկ, իրանք sense նեղությունների մեջով են ասում։ Բայց դուք դա չեք տեսնի, որովհետև երբ որ Աստծո մարդը կանգնի ու ասի գրաֆիկ ձևով ինքը ինչ կյանք է ապրում, Աստծուն դա դուր չի գա։ Ես ուղղակի ձեզ սովորացնում եմ։ You guys need to know. Վաղ եթե ուզում ես ծառայող եղնես, իմացի նույն բաներով դու պետք է անցնես։ Դու ունես մենակ մի հատ partner։ Իր անունը Հիսուս է, ու իրան պետք է սիրես։ Դա հետո կասեմ, այդ սիրելն է ինչ է։ Հիմա դուք սիրում եք, չէ՞ Հիսուսին։ That's nothing. That's just ոնց որ մեկ իր կնգան սիրի, մենակ առիթներին երկու բան առնի։ Դից տղեկ կան, չէ՞։ Պետք է Հիսուսի հետ խաչվես։ Okay, պատրաստ եք ամենածանր տեղը։ Հիմա նայենք։ Ղուկաս 14:26, Luke 14:26. Listen to this one. This is crazy. Let's see. Luke 14:26. Եթե մեկն ինձ մոտ գա, բայց չհրաժարվի իր հորից ու Well, it says, if any man come to me and hate not his father. Now this is the ministers, not common people. Regular մարդկանց էսի ասես, կթողեն գնան։ Ոնց ես իմ հորս չեմ սիրելու։ Ես իմ մորս չեմ սիրելու։ Հիշեք, մինիստրները այս կյանքով են ապրում։ Մենակ Աստված ու դու։ Ես ձեզ ամենասկզբից ասեցի, մենք մարդու նման ենք, բայց մարդու կյանքով չենք ապրում։ Այդպես չենք։ Ես եղել Ռիտան ասեմ, գնում եմ աղոթկանելու, եթե մեկը մեռնի, ինչ չխանգարես, կհելնեմ, կաղոթկանեմ, թող հարություն առնի։ Իսկ իրա մեռնելը չի հետաքրքրում։ That's a root thing to say. Որտեվ Աստծու հետ շփվելը իմ շատ կարևոր է։ Իսկ մեռած մարդը կարանք հարություն առնել տանք, it's not a problem։ Ով այնց հասկանում։ Աստծու մար մեկին հարություն տալը պրոբլեմ է։ Չէ, այդ քո համար է պրոբլեմ, Աստծու մար հեչ պրոբլեմ չի։
Ես մի անգամ Աստծուն հարցրեցի, ասեց դու կուզես մարդը ապրի թե մեռնի։ Ասեց մեռնելը ինձ է պետք։ Իրանց հետ հավիտենական կապրեմ։ So անես չի որ մարդիկ ասում ոյ բարեկամս մեռավ, բայց Աստծո համար դա ուրախություն է։ Գիտեք ինչ տիպով, որովհետև այդ մարդը մեղ չի գործի կորիկ, մնաց մոտ է։ Փորձեք ինձ հասկանաք, Աստծո ժողովուրդ, ես ֆանատիկություն չեմ քարոզում։ I'm just saying, Աստծուն ձեռա տալի, որ դու մի օր շուտ գնաս իր մոտ, որ էլ չկորես։ Հա, եթե լավ ես ապրում, ապրես, շարունակի։ Բայց քրիստոնյաները ծռվում են անընդհատ։ Ու պետք է Աստված իրանց վրա consistently աշխատի, որ իրանց դրա մեջից հետ բերի։ Եթե մեկը չհատի իր հորը կամ մորը, կամ կնոջը, երեխաներին, եղբայրներին, քրքուրերին եւ իր կյանքն էլ չի կարա իմ աշակերտը լինի, չի կարա։ Գիտեք ինչի համար։ Հիմա ասեմ ինչի համար։ Գիտեք քանի հոգի են մահացել Քրիստոսի համար։ Այս մասը ուզում եմ ձեզ բացատրեմ։ Սատանան տերիտորիալ է։ Ստեփան մի հատ արի։ Կներես, քեզ սատանայի տեղ եմ դնելու։ Էսի Ստեփանի տերիտորիան է, օքեյ։ Էսի Ստեփանի տերիտորիան է։ Okay։ Հիմա այս մարդկանց պետքությունը ես ունեմ, բայց իրանք քեզ են պատկանում։ Ես պետք է գնամ իր հետ կռվեմ, որպես մարդ, իմ աղոթքով, իմ կյանքով։ Most likely եթե դու ունենաս կներես էլի չակը top of մարդիկ քո իշխանության տակ, պրեզիդենտ եղնի, սենատոր եղնի, լոյերներ եղնեն, top of մարդիկ են, չէ՞։ Իրանք կարողանաս դու քեզ բացես ին վրա ու ինձ տանես փուրը դնես, սպանես։ Եթե ես մեռա, ես այս սաղ տերիտորիան վեկալում եմ տալիս եմ Հիսուսի իմ կյանքով։ So այսօր որ ես ստեղ կանգնած քարոզում եմ, ստեղ գլենդելի մեջ, մեկը մահացել է, մեկը իր կյանքը տվել է։ They pay the price։ Բոլոր տերիտորիաները Աֆրիկայում մի հատ ցեղ կա, որ իրանք այնպես կախարդություններ են արել, որ երեխեքն էլ անգամ պրոստիտուտներ են, լրիվ կեղտոտ կախարդ։ Այս տղեն մտել է ծառի մեջ, որ չսպանեն իրան։ Շաբաթներով մեջս ես մնացել է ու աղոթք արել։ Ու որ տեսել է, էլ չեն գալ այդտեղը, Միքայել առաջ է եկել։ Աղոթք արել, Միքայել առաջ 6 ամիս այտենց ինքը աղոթք արել։ Ծառից դուրս է եկել այտենց, մինչև այդ գյուղին մեծին սպանել է տվել։ Հələ մի հատ մտածեք էլի։ Մի հատ այս մարդը որպես այդ գյուղը վեկալի իրան, ամիսներ աղոթք է, քայլ, որտեվ սատանան տերիտորիալ է։ Հիմա, երբ որ Ռամերեսը գալիս է քո դևը հանում է, ինքը պետք է հանի տերիտորիայից, ոչ թե քո մեջից։ Երբ որ քո մեջից հանում է, դևելի հետ կգա կյանքիդ մեջ, բայց տերիտորիան է պետք վեկալել։ Բա ո՞նց իմանանք սատանա, եթե դու որտեղ որ ապրում ես, կա club, կա liquor store, կա այս տեսակ բաներ, դա իր տերիտորիան է։ That's his territory. That's the demonic territory. Որտեղ որ դու կապրեք նայեք ձեր շուրջը, եթե կա club, liquor store, այս տեսակ բաներ, այդ տարածքը իրանն է, ու դու մեջը ապրում ես։ See? Տերիտորիալ է, չէ՞։ So, Աստված կարող է ուզի որ դու գնաս մահանաս։ Կմահանաս։ Մինիստրները տենց են։ Սաղ մարգարեներին փուրը բերան տվեց։ Ինչքան մարգարեն սպանել։ Մարգարեն ասලා գնա, թագավորի առաջ կանգնի, չվախենաս իրանցից, ոնց չվախենաս, աշխարհի ամենազորավոր թագավորն է Հուդայի։ Գնացել ասում է, լսի այդ տղա, տես քեզ ինչ եմ ասում, դու թագավոր, մեղավոր ես, եթե չապաշխարես, քո գլխիդ է, նա թագավորը գցեք սպանեք։ Всё, գնաց կյանքդ։ Բայց ինքը պետք է Աստծուն հնազանդ։ So եթե դու սաղից կտրես քեզ, հասկանում ես, ոչ իրանք քո համար դարդ կանեն, ոչ է դու իրանց համար որ կգործանես։ Try to understand. So շատ լուրջ Աստծո մարդիկ այդ վիճակում իրանք ունեցել են ընտանիքներ, բայց attachment չեն ունեցել։ Ես մի անգամ Բրիտանիայից մեկը կա որ քեզանից ավելի շատ եմ սիրում։ Ում? Ասի Հիսուսին։ Բայց անայց սիրուն ձևով ասի որ ջղայնանա։ Կարաս նստես, thank you sir. So, հիմա Աստծո ժողովուրդ I hope this is interesting. Ինչ կյանքով են ապրում Աստծո ծառաները։ Ուզում եմ մի հատ կարևոր բան ասեմ, որ
դուք պետք է իմանաք, բոլոր Աստծո ծառաները պետք է մի բան սովորեն, եթե տղամարդ, հա, պետք է մի բան սովորի, որ եթե ամուսնացած է, մի կին պետք է ունենա, չի կարա դավաճանի, մյուս կնոջը, իր կնոջը, ուրիշի հետ ամուսնանա, իսկ Ամերիկայում դա նորմալ բան է, որ այդ բոլոր մինիստրները, որ second, third, fourth time ամուսնացի ու բաժանվել են, they're going to go to hell. That's not biblical. Իրանք ասում են, մենք մեր ճիշտ զույգին գտել ենք, հա, եթե դու հավատացած չես, գնա մորմոնների պես միլիոնատ կնիկ ուզի, այդ ինչ, բայց դու չես կարա Աստծո մեջ ասում, մի կին պետք է ունենաս. One wife. Եվ այդ կնոջը պետք է անենց անես, որ noble wife դառնա, noble եղնի։ Դու պետք է իրան փոխես։ Առաջի բան այդ կինը պետք է կներեք, էլի լեզուն մնա մեջը։ Երբ որ գալիս է քոտուն մեկը, կինը չասի հլը մի րոպե թող ես խոսամ։ Եթե գնակտուն տենա կինն է խոսում, այդ տան մեջ լավ վիճակ չի։ Պետք է տղեն տան գլուխներնի, ոչ թե կինը։ Spokesman-ն էլ պետք է տղաներնի, ոչ թե կինը։ Բայց ես տներ եմ գնացել, տակինը արդյուն ասել, «Ա դու ինչ ես հասկանում, որ թող ես խոսամ»։ Այնպես ձենը կդրել ա ու ես պետք է նստեմ կանոջը լսեմ։ Ես չեմ ուզում քեզ լսեմ։ Աղջիկ ջան, ես եկել եմ քո մարդուդ հետ խոսամ։ We call Jezebel spirit. Կանայք ընկնում են մեջտեղ ու գիտես ինչ նավատը, իրանց չես կարա ուղես, որ ուղես արդեն կռիվ են անում հետդ։ Յո, դե աղջիկա, չէ, էմոցիան սկսում է շարժվել։ Կարող է դանակը հանի ու վсё։ Կանանց հետ չես կարա խոսաս։ It's impossible. Տղամարդ կա, դրա համար տղամարդ կա։ Մենք տղեկ հետ երկու բառով խոսում ենք, հարց լուծում ենք, կնոջ հետ 15 ժամ ատևում, ու ես չգիտեմ ինչ է ասում։ Ես կանանց չեմ հասկանում, ես այդ լեզուն չգիտեմ։ Իմ համար հա թե չէ։ Դու մարդուդ խփել ես, սպասի պատմություն պատեմ։ Չէ, աղբեր ջան, հարցից պատասխանի, չեն ասում, բայց պատմություն են պատմում։ Ուրեմն, նոր որ քոլեջից մենք իրար տեսանք, սիրահարվեցինք, այդ օրը չլեր, բայց դու իմ հարցից չես պատասխանում, ինչ քոլեջ, ինչ high school, ինչ հերումեր, ինչ հարևան։ Excuse me, I have a question. They never answer your question. Ու կանայք միշտ կներեք ճիշտ են։ Չգիտեմ ինչի համար, I don't know. Ես մի անգամ մեկին ասեցի, դուք երբեք ներողություն չեք խնդրում։ Աստծուն ասել եք, որ դուք մեղավոր եք։ Did you guys repent? But I want to say this. Կինը պետք է նոբլ եղնի։ Դրա համար Աստծո ժողովուրդը պետք է պրես անի, որ դուք տեսել եք իմ կինը ոչ մի բանի մեջ չկա։ Չկա։ Ինչի որտեվ Աստված իրան չի կանչե։ Բայց հովիվներ կան, իրանց կանանց բերում են որպես շիլդ դնում են իրանց առաջ, դե կանեք իմունիտետին ավելի ուժեղ է կանանց։ Դե կարողանում են դիմանալ, մինչև որ արդեն սենց են անում։ Կանանց իմունիտետը ավելի ուժեղ է։ No seriously, they're more stronger than guys։ Տղեկ շուտ բարկանում են։ Բոլոր երիտասարդ աղջիկներ իմացեք, տղամարդիկ շատ արագ բարկանում են։ Like fast. Faster than you think. Elon Musk-ի ռակետից արագ են բարկանում։ Մի քիչ շնորհքի խոսակ, գիշն են։ So բենզինները թափեք, գնացեք իրանց հետ նորմալ խոսացեք։ Տղեկ շուտ բարկանում են եւ շուտ մոռանում են։ Իսկ դուք չեք մոռանում։ Հիշում եք ու հիշում եք ու հիշում եք ու հիշում եք ու հիշում եք why։ Հիշում ես? No, չեմ հիշում, բաց թող։ No, but that հարցը քննարկվի։ You gotta learn noble sarcasm քո կնոջը, noble But որտեղից կարաս նոբլ կին ճարես։ Դու պետք է իրան այդտենց սարքես։ Հասկացող կարողանա ինքը այդ ծառայողին մեջ կեղնի, ոչ թե ասենք գցի իրան, մեջ կեղնի։ Եվ մինիստրի մեջ կինը շատ մեծ դեր է խաղում։ Շատ մեծ դեր է խաղում։ Եթե ամուսնացած չես, it's a different thing։ Բայց եթե ամուսնացած ես կնոջ հետ, եթե ամուսն է, պետք է ամուսնը նույն բանը անես։ Նույն ձևով պատրաստ ես իրան։ Okay, I'm going to go to next step. Հիմա սա եմ ուզում ձեզ ասեմ։ Գնանք մյուս տեղ, իրանք ոնց են ամեն ինչ տեսնում։ Եթե դուք ուզում եք ճիշտ մինիստր գտնեք,
պետք է սենց եղնի։ I'm going to give you a few things ու կփակենք Աստծո ժողովուրդ։ Ուզում եմ մի հատ դուք տեսնեք իրանք ինչի մեջով են անցնում, okay? Now, I'm going to go somewhere. Let's go 1 Peter 1:17. Okay. 1 Peter 1:17. Եվ եթե հայր եք կոչում նրան, որ առանց Oh, not 17. Let's go from 1 to 7. Make it 7. Պետրոսը Հիսուս Քրիստոսի առաքյալ, ընտրյալ, բանդուխտաներիդ, որ ապրում եք Սպյուրքում, Պոնտոսում, Գաղատիայում, Կապատավիակայում, Ասիայում եւ Բյութանիայում։ Ըստ հայր Աստծո կանխագիտության, հոգու սրբագործության, հնազանդվելու եւ Հիսուս Քրիստոսի արյունով մաքրվելու համար։ Թող շնորհքն ու խաղաղությունը շատանան ձեզ վրա։ Yeah. Օրհնալ է Աստված եւ Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենթանի հույսի համար, մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ։ Yeah. Այն անեղծ, անառատ ու անթառամ ժառանգության համար, որ երկնքում պահված է ձեզ համար, որ Աստծո զորությամբ, հավատով պահպանվում եք փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամին։ Նրանով կուրախանանք, թեև հիմա պետք է, որ տարատեսակ փորձություններից փոքր ինչ տրտմած լինենք, որպեսզի ձեր հավատի փորձությունն ավելի արժեքավոր լինի, քան կորստյան ընդհակավոսկե, որ կրակով է փորձվում, ձեռք բերի գովք, պատիվ ու փառք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ։ All right. Հիմա ուզում եմ մի հատ ստե բան ձեզ սովորացնեմ, որ շատ կարևոր է Աստծո ժողովուրդ։ Պատրաստ եք։ Okay. Let's go to 7 one more time. Մի հատ հետաքրքիր բան է ստեղ ասում ինքը։ Ասում է ձեր հավատքը, որ ավելի precious է, քան թե ոսկին, որ երկուսն էլ կրակի մեջով են անցնում, բայց ինչն է հետաքրքիր, որ հավատքը մնում է ոսկին չէ։ Այս համարը ամեն մարդու համար չի։ Այս համարը հիմա բացատրեմ ինչի համար է, okay։ Մի հատ ուզում եմ բան ձեզ, երև դուք ավելի շատ կիմանաք ոսկու մասին, քան ես, բայց ես կասեմ այն ինչ որ ես սովորել եմ։ Այստեղ ոսկու անունն է տալիս։ Հավատքը ու ոսկին Աստծո խոսքի մեջ գրած է, որ կրակի մեջով են անցնում։ Համ հավատքն է կրակի մեջով անցնում, համ էլ ոսկին։ Բայց երկուսն էլ փայլուն են դուրս գալիս։ Please ուշադիր եղեք։ Երկուսն էլ կատարյալ դուրս են գալիս։ Բայց ինչն է հետաքրքիր, որ ստեղ Աստված ասում է, որ ոսկին վերջում կորում է։ Բայց ինչի է կորում։ Ինչի պետք է ոսկին կորի։ So ոսկին էսի ոսկու մասին չի խոսում։ Ոսկին էսի սիմվոլիկ է։ So կարանք մի քիչ ավելի խորանանք հիմա։ Okay. Երբ որ մի մարդ գալիս է Աստծու մոտ, թեկուզ կարաք դուք էլ եղնեք։ Այդ մարդը սկսում է աճել ու զարգանալ ստեղծված բաների վրա, ստեղծված հիմքերի վրա։ Այսինքն նայելով իմ կյանքին, նայելով Աբրահամի կյանքին, նայելով Իսահակի կյանքին, նայելով սրա նրա կյանքին, նայելով քո ծնողիդ կյանքին, դու սկսում ես շեպապ եղնելը։ Հիմա կրակը ինքը մի քանի ֆունկցիաներ է կատարում։ Եթե ոսկին գցես մեջը, կամ առանձնացնում է ոսկուն ինչ-որ մի բանից, կամ հետ է կպցնում։ Օրինակ խառը ոսկի կա, չէ՞, ոսկին ու արծաթը իրար են խառնում։ Ճիշտ եմ թե չէ։ Մարդիկ դուք ոսկի ու արծաթ գիտեք ինչ է։ Yeah.
Բայց համենայնիվ կրակն է անում։ Ինքը կրակը այդ ֆունկցիան կատարում է։ Միևնույն ժամանակ կրակը եւ վառում էլ է։ Սես մի հատ գաղափար կա։ Ինքը կրակը հերվից շատ հաճելի է։ Անգամս գայթակղեցնում է քեզ։ Ասենք որ մրսում ես, մոտիկանում ես, տաքանում ես, հավես է։ Ճիշտ է թե չէ։ Attract է անում քեզ, գրավում է քեզ կրակը։ Ու կրակը ինքը իր մեջ ապարելու ունակություն ունի։ It's kind of like goes like this all the way to up. Attract you. Պատկերացրեք ոսկին գցում են այդ գայթակղիչ կանչող կրակի մեջ ու սկսում է depends ինչ ես ուզում որ սարքես, չէ որ կրակը հալածնում է, չէ, հալածում է դու կարաս երկաթը հալածնես, ասենք քարը վեկալես հալածնես ու այդ հալածված այդ տաք երկաթը ինչ որ մի բանի մեջ լցնես ու ինչ որ մի բան սարքես։ Ճիշտ եմ թե չէ։ Այս մարդը սովորելով փետրիարքներից ու մետրիարքներից սովորելով շատ ճանաչված մարդկանցից ինքը իրան դրանց մեջով է տանում եւ դուրս է գալի փայլուն որտեղ ոսկին մենակ գեղեցիկ չի պսպղունել է դա է գրավում մարդու աչքը դարեր ոսկին ինքը իր գեղեցկությունն ունի բայց փորձ հիմա խնդիրը նրա մեջ է որ ինչի այս մարդը կարա Աբրահամից, Իսահակից, Մովսեսից, Արմենից, սրանից, նրանից կարողանա իր կյանքը ոսկու պես փայլեցնի ու վերջում կորի։ Դուք ինձ հասկանում եք ինչ եմ ասում։ Այսեն ոսկին չի որ գնաց մի տեղից գտնես քարը վեկալես, տաքացնես, հալածնես, ոսկին հանես, չէ։ Դրա մասին չի խոսում, ասում է երկուսն էլ կրակի մեջով են անցնում ու նույն կրակի մեջով են անցնում բայց հավատքը մնում է իսկ ոսկին կորում է հիմա հավատքը նույն process-ի մեջով անցնում էլի նույն quality-ն է ստանում բայց չգիտեմ ինչի հավատքը մնում է իսկ ոսկին կորում է ինչ է լինում Աստծո խոսքի մեջ գրած է, փորձեք հետևեք ինձ Աստծո, հանկարծ ոչ տեղ չնայեք, էսի շատ կարևոր է։ Ինչքան էլ ուզում ես հետևես աճես հոգևոր կյանքի մեջ, վերջում մնալու ես որբ։ Մեկ կարամ ես քեզ բացատրեմ ինչ է նշանակում։ Այսօր դու երիտասարդ ես, գալիս ես Աստծուն, ես քեզ ասում գնա, աղոտ կարա կողդ կանգնած եմ։ Հենց տենում թուլանում ես, օգնում եմ քեզ։ Ծոմպահի, աղոտ կարա, մաքուր ապրի, այս արա, մարգարանում եմ քո վրա, գնում եմ քո մար աղոտներ եմ անում, որտե թուլանես, I keep boosting you, բայց ես քո չեմ կարա միշտ ապրեմ, I'm gonna die one day, այդ mentorship-ը վերջում կորում է, գալիս ես մի հատ տեղ, որ ասում ես, լավ, հիմա ինչ անեմ, Աստծո մարդիկ, շատերը, մեծ տարիքում կորել են, ընկել են գնացել են որտեվ այդ ուժն ու կարողությունը որ իրանք ստացել են ու փայլել են առաջ են գնացել իրանք կորցրել են վերջում Պետրոսն ասում է դուք չեք հասկանում որ միակ ձևը որպիսի մնաս Էդի ոչ թե մենակ ոսկու պես փայլես ու պսպղաս, այլ Քրիստոսի հետ շփվես, որտեղ ինքը մնացող է, կորող չի։ Քրիստոսի հետ շփվելը, որտեղ հավատքը Քրիստոսի էությունն է ու իր action-ն է քո կյանքի մեջ։ Դու գալիս ես ինձանով սկսում ես, բայց իրանով պետք է վերջացնես։ Ոչ թե անդադ մարդ մանգաս։ Պետրոսը ասում է, նայ ոսկին էլ է փորձվում, հավատքն էլ է փորձվում, երկուսն էլ ընտիր են, բայց ոսկին կորում է, դու կարաս քեզ հոգևոր level տաս, բայց եթե Քրիստոսի հետ չմնացիր, կկորես, ծառայողները Աստծո ժողովուրդ, իրանք ոչ թե պետք է սկսեն ու տես նույն ձևով մնան, այլ պետք է վերջում անենց անեն, որ Քրիստոսը իրանց բաժներն է։ Ասում է, տես Աբրահամը, Իսահակն ու Հակոբը էլ չկան։
Ու դու որբ ես ասում ա։ Բայց ես ասում ա որբին, ասում ա չեմ թողի որ որբն է, ես իր հայրը կլինեմ։ So Աստված վեկալում ա այս մարդուն, որ այդքան գաղափարների տեր ա, այդքան գիտության տեր ա, այդքան ամեն ինչ տեր ա, ինքը գալու սկսում ա ինքը հարություն անելը։ So դու կարաս ինչ-որ լեվով բաներ սովորես, դառնաս, բայց վերջում որբ ես մնալու, որովհետև Քրիստոսը չկա կյանքիդ մեջ, հավատքը չկա, իր էությունը չկա։ So դրա համար ամենասկզբից ես ասեցի, Աստված ուզում ա որ դու ընկեր չունենաս, որ իրան կպնես։ Հա, ես գիտեք ինչքան մարդու եմ բան սովորել։ Սրանց եմ սովորել, նրանց եմ սովորել, այս սրա գրքի, բայց on the end ես Քրիստոսի հետ եմ քայլել։ Թե չէ որ կմնամ։ Այն մարդիկ, ովքեր որ մարդկանց հետ շփվում են, իրանք միշտ ուզում են վերաբերմունք ստանան։ Հովիվները սիրում են վերաբերմունք ստանան։ Հովիվները սիրում են, որ առանց իրանց արտահայտվելու դու կներես, ասել ռուսերեն ջոգես, կամ չգիտեմ հայերեն, հասկանաս ինձ, ես ինչերի մեջով եմ անցնում։ Ինչի՞ չես հասկանում ես ինչերի մեջով։ Ես չեմ կարող քեզ ասեմ, բայց դու պետք է հասկանաս, սրանք սխալ բաներ են։ Մարդը պետք չի քո համար հոգ ստանի, քո գլխավոր հովիվնով է։ Հիսուսն է, իմը որպես մինիստրի, ինքը գիտի։ Դրանով պետք է ես բավարարեմ, բայց նրանք ովքեր որ իրանց այդպես փայլացնում են, ուզում են համենայն դեպս որ ժողովուրդն էլ իրան հասկանա։ Պետք չի։ Դու չեք լսել, որ ասում եմ ինձ մեկ սիրի, ինձ մեկ ասի, որ լավ եմ քարոզե։ I don't care. You think I care? Այսօր կասես վաղն եկավ գլխիս տաս, այնքան է տենցել է, այն նույն մարդիկ որ նույն մարդիկի վրա հարցակվել են, նույն մարդիկից criticize են արել, նույն մարդիկին վրա խոսացել են. So it's not the humans, որ պետք է հենվես իր վրա։ Ինքն է։ So շատ ծառայողներ ընկել են այդ իրանց փառքից, որտեղ վերջում որբ է մնացել։ Ես մի հատ մինչև երկրաշարժը, վաղ կներեք ինչ եմ ասում ամատ, բանը, COVID-ը, I don't know why I went to Անգլիայում երկու եղբայրներ ծառայություն են բացել, կոտրված մինիստրներին ռեստորան են։ Դուք չեք պատկերացնի ինչքան հովիվներ ու ծառայողներ էին հավաքել, հազարավոր, հիվանդ, բաժանված, աղքատ, homeless։ Չկարողացան տակից դուրս գան։ Հիվանդ է, հիվանդ, իսկական հիվանդ։ Ես այսօր եկեղեցիներ գիտեմ արդեն կինն է հիվանդ, հովիվն է հիվանդ։ Տվել տարել է սատանան։ Ու ժողովուրդը մեր հովիվը լավ չի, գնանք ուրիշ տեղ։ See, I know that. So իմ փայլը Քրիստոսից է գալի, ոչ թե քեզանից։ So ծառայողները եւ դու էլ եթե դու Քրիստոսին ես ուզում եմ մատե ձեզ վրա անդրադառնամ եթե դու այս իմացածս չսովորես վերջում անտեր ես մնալու որբ ես մնալու եւ Աստված քեզ չի լսելու դու կմնաս մենակ քո հայրերը որ քեզ խորհուրդ են տվել մեռնելու են ասում ուր Աբրահամը ուր Իսահակը ուր Հակոբը ասում ախր նրանք չկան ասում էլ չեն էլ հիշում քեզ հա չեն մեռել հավիտենական ապրում բայց չեն հիշում իրանք պրծան ով այլ քեզ օգնելու դուք գիտեք տարբերությունը որն էր Աստծո ժողովուրդ այն ժամանակ Աստված մի հոգ ընտրում էր իրան տալիս էր զորություն այս մարդիկ սրանով օգտվում են բա որ մեռավ այդ մարդը ասում Մովսեսը որ մեզ հանել է Եգիպտոսից ասում չկա Տեսա՞ր ինչ էշությունների դիմեցին իրանք։ So ինչա ասածս այս թեմայի վրա։ Պողոսն ասում է ոսկին այս ուրա կասնած ոսկ you have a gold? Gold anything gold? You have a gold? Nothing yellow gold? What is this? You guys don't have a gold? You have a gold? You're not married? Ոսկի մատանի։ See oh no, ականջող չեմ ուզում, մատանի եմ ուզում։ You have it? All right. Սրա մասին չի խոսում Աստծո ժողովուրդ։ It's not about this. Աստվածաշունչում չկա ֆիզիկական ոսկի. It's all symbolic. Look at that. Look how beautiful this thing is. Բայց անտեր կմնա եթե Տերը մեռնի։ Սրան ով է գեղեցկացնում։ Ինքը իրանով չի, քեզանով, քեզ դու դնում ես գեղեցկացնում է։ Believe me. Ոսկուն գեղեցկացնողը մարդն է։
Ոսկին ինքը իրանով գեղեցկություն չի։ Երբ որ մի հատ լավ մարդուրա լավ ոսկե ես դնում, by the way, thank you very much. Գեղեցիկ ասում, ոսկին իրան գեղեցկություն չի, բայց որ դնում ես ձեռին, it makes the person and the gold beautiful. Բա որ Տերը մեռավ, there's nothing, դե անտեր ամնում։ So, դու պետք է էլի նույն quality-ն ունես, բայց Հիսուսի ձեռների վրա եղնես. Why your fingers so small? I was trying to, none of them work, brother. Thank you. Jesus. None of them work. I was trying to feel it like, as a pastor, I want to steal it. That's an expensive goal right there. That's what Carlos them. Like voske der ketanem tun. Voske jamat. So, point is this also jord. Շատ քրիստոնյաներ եւ շատ հովիվներ անտեր են մնում իմանալով Աստծո խոսքը արտակարգ ես մարդ գիտեմ անը չեմ տա այս վերջերս ինձ sense հարեց ասեց Աստված էլիս չի լսում I'm thinking oh my god that's exactly what Peter is saying անտեր մնաց է սախ կյանքը փորձելա ինքը փայլի սրայտ աշուֆե նրայտ աշուֆե հեսա սրանարե հենանարե մարդ հադարե Աստծո մարդ հադարե յա բայց իրա ոսկին էլ չի փայլում Տես չունի։ Ուրա Աբրահամը, ուրա Այսեկը, ուրա Իսահակը, չէ՞ որ նրանք մեռել են։ Ուզում ասել նրանք էլ քեզ չեն բարձրացնելու, նրանք էլ քեզ չեն փայլացնելու։ Ինչքան փայլացրին, բրծավ։ So երկուսն են նույն կրակի մեջով են ասում, երկուսն էլ փայլում են, բայց մեկը որբ է մնում, մեկը մնում է։ So Աստծո ծառայողները, Աստծո ժողովուրդ։ Ես շատ բան կարամ ասեմ ուղղակի։ Իրանք ապրում են մի հատ կյանքով, որ Աստվածա ու իրանք են։ Հիմա ուզում եմ երկու բան Աստծո մասին խոսամ, որ դուք հասկանաք։ Ձեր համար Աստված ուրիշ ձևի է։ Իմ համար Աստված ուրիշ ձևի է։ Կարամ երկու բառով ասեմ ինչ ձևի է։ Քանի որ նստող view ունեցող մարդիկ իրանք I'm going to get in trouble. Իրանք թույլ են, տկար են։ Ամեն ժամանակ կարա սատանան գա կրծի իրանց։ Աստված rescue անում իրանց անդադ, բայց չի ուժեղացնում։ Ասում հալանայք ասում Իսրայելին ասում գելերը ասում հոշոտում են, հովիվ չունեն, որ իրանց ազատի, ասում հոշոտում են։ Տեսել եք գելը ինչ անում։ Գելը մի հատ խասյաթ ունի, գցես ոչխարների բանի մեջ սաղի սպանում է։ Լեք սաղի սպանում է։ Չի մի հատ կենթանի ու չի ուտում է, սպանում է սաղին։ So գյուղացու ամենամեծ թշնամին գայլն է։ Աղբեր ջան, մի հատ վեկալ գնա, չէ սաղի սպանում է։ Սպահլանայք։ Հլանայք ասում է։ So Աստծո ժողովուրդը իրանք այսպես գելը բերանը բաց, կիսատ գելի բերան են, անընդհատ։ Դրա համար դուք միշտ նեղություն ունեք։ Որտեվ դե ինչ ասեմ, հիմա չեմ ուզում կոպտեմ, բայց այն որ Աստված ուզում է չեք անում։ Մտածում եք, որ դե կլի էլի։ Բայց Աստծո մարդիկ, որ գնում են Աստծո հետ շփվելու։ Ինքը Աստված մի հատ բնավորություն է, միշտ չի գալի հետդ խոսա։ Դու կարող ամիսներով ընդ նստես ու մի բառ չասի քեզ։ Դու պատկերացրու պետք է դեղ եղնես։ Նստես այդ 4 պատի արանքին։ Ու սեծ սպասեց, երբ պետք է քո հետ խոսա ու քեզ ինստրակտ ճանապարհ տա ինչ անես։ Ու դու չես կարող գնաս իր մոտ աղոթքով, ինքը դա չի ընդունում։ Դու գնում ես քո աղոթքներով, սենց բայց ես աղոթքով չեմ գնում։ Ես իրանք չունեմ աղոթքան։ Չմոռանաք։ Աստծո մարդիկ չեն կարող Աստծուց ոչ մի բան ուզեն։ Ինքն է որոշում քեզ ինչ անի։ Ինքն է որոշում քեզ որտեղ տանի, ինչ անի։ Ես լիքը ցանկություններ ունեմ։ Ես հազարատ ցանկություն ունեմ։ Եթե ցանկություններն ասեմ, pretty much դուք էլ կունենաք։ Բայց ինքն է ծառայողներն ասում ծառայողները ինչ պետք է անեն։ So դու կարաս գնաս աղոտ կանես, ինքը գա քեզ մխիթարի, սենց լավը զգաս քեզ։ Իսկ կարա գա իմ մոտ ու ասի,
Այդ քո եկեղեցու անդամները լավ չեն ապրում։ Գնա իրանց ասա թող դզվեն։ Ինձ չեն լսում։ Հիմա ես պետք է գամ ստեղ կանգնեմ ու ասեմ, գիտեք, ժողովուրդ, Հիսուս ուրախ չի ձեզանից։ Ու ժողովուրդը գոնե իրանք իրանց նայեն, կողիներն են, տենաս ում հետ է։ I just said ձեզանից։ Ես ասեմ, Հիսուս ձեզանից ուրախ չի, դուք իրար եք նայում։ Կարող է դու ես, չէ, քեզ էլի նկատի ունեի։ Քեզանից էլ գիտեք քանի անգամ եմ արել։ Բայց ես ասում եմ, տեր ջան, բայց գնամ էդի ասեմ կկորցնեմ։ Դա քո գործը չի։ So, ինչ եմ անում ես։ Գալիս եմ տնեմ Ստեփանը մի շաբաթ կա, մի շաբաթ չկա, գնեմ ասում, չկա ինքը։ Իրան ուրիշ եկեղեցի ուղարկի։ Oh yeah, I do that many times. Սաղ ծառախներս մենք իրանց վրից գցեն է ժողովրդին։ Ուրիշ տեղ ուղարկի, թող գնա ուրիշ հովի ջան անգնեն։ Բա հեղի պետք է կոմար պատասխան։ Չկաս, գալիս եմ չկաս։ Քարոզները պատրաստում եմ, լավ ընտիր պատրաստում եմ, քարոզում եմ, ասեմ մյուս կիրակի չկաս։ Like why you are not here։ Խիչ ես եկե։ Հիմա ես գնում եմ ասում մոտ Աստված ասում եմ, ուր են ինչի աթոռները դատարկ։ Ինքը հարց չի տալիս։ Խե աթոռները դատարկ։ Դու գիտեք, որ ես գալիս եմ Հիսուս էլ է գալիս։ This is his church. Ու դու ուշ ես գալիս, կամ չես գալիս։ Ես մա պետք է գնամ ու քո համար աղոտ կանեմ, որ գաս եկեղեցի։ Հավես ինչի պետք է ես քո համար աղոտ կանեմ։ Դրա համար աղոտներս դարել է 3 շաբաթ։ And I'm keep complaining to God. Look at these people. Անտատ բողոքոսը, սրանց համար ես պետք է 3 շաբաթ աղոտ կանեմ, it's not fair։ Իրանք նստած Բրուսլի են նայում, ես պետք է գնամ աղոտ կանեմ։ Իրանք սաղոր աշխատում են, փող են տպում, բայց ես պետք է իրանց համար աղոտ կանեմ։ Իրանք vacation-ներ են գնում, բայց ես պետք է իրանց համար աղոտ կանեմ։ I complain in all these ministers. We complain a lot. Կարող է ես երեսի ջվտամ, but I'm not that nice. I complain when you're not coming. Հիշը գրածա ձեր համար պատասխան։ Իսկ եթե դու եկեղեցու գնաս, ես պետք է գնամ Աստծուց ներողություն խնդրեմ, որ դու գնացել ես։ Man, I hate that, man. I hate that. Որ պետք է գնամ Աստծուն ասեմ, որ կներես քյաթը գնացել է եկեղեցուց։ Բայց քյաթը գիտեք ինչ արել։ Քյաթը կայնի ասելա դու էշ ես, դու հիմար ես, էսի լավ եկեղեցի չի։ Անես չէ որ քյաթը ինք իրանով հանգիստ թրվռալով գնացել է, խորվածա պատիվ տվել։ Շան լապնա թափե վրես, բայց ես պետք է ներողություն խնդրեմ Աստծուց։ Ու ոչ թե սենց արտասունքներով, լացով ու ողբալով։ Կներես տեր ջան, չկարեցա բայմ, I tried. Bring them back. See, this is the life we live. I know, I see that. I'm not that old, my sister. I don't know why she's doing like this. So, Մինիստրները, ճշմարիտ մինիստրները մեծ նեղությունների մեջով են անցնում։ Ամենամեծ բանը նորից եմ ասում, դա մենակությունն է։ Չես կարա կիսվես մեջդ, չես կարա ասես ինչ ես անում։ Ես իմ երեխեք հետ մի անգամ բան ենք խաղում, ինչ ենք խաղում, կարթ ենք կարծեմ խաղում, մեկը պետք է գար մեր տուն։ Հավաքենք հոգևոր կինո դրինք, Աստվածաշունչը բացինք ու նստել ենք։ Ասում պապա դու hypocrite ես, ասի, that's correct։ Որտեղ մարդիկ գիտեն, ես սաղորը սենց նստած։ Չմոռանաք, ես էլ եմ մարդ։ Ես էլ եմ կոֆե սիրում խմել Starbucks-ից։ Ես էլ եմ թխվածք սիրում, ես էլ եմ սիրում ամեն ինչ, ոնց որ դուք պարապել, լողանալ, մրցակցել, ամեն ինչ, ես էլ եմ սիրում։ So, եսա մինիստրների կյանքը, daily basis, իրանք ես կյանքով են ապրում։
So դրա համար շատ կարևոր է որ դուք ձեր մեջ հաշիվ ունեք, եթե պետք է Աստծուն ծառայեք, սենց բաների մեջով եք անցնելու։ Եվ ամենավերջինը, որ ուզում եմ ձեզ ասեմ, սա է։ Դու չես կարա կոտրվես։ Պետք է լիդեր եղնես։ Միշտ։ Չես կարա կոտրվես։ Միշտ պետք է պինդ եղնես։ Մովսեսը գտնում էր Աստծու մոտ բողոքում էր, ասում էր Ալիտան լավը չի, դու լավը չես, Էլիզաբեթը լավը չի, բայց դու սեր գալի փայլուն։ Ասում էր let's go guys, գնանք ջարդենք սաղին։ Չես կարա թույլ եղնես։ Աստծու մարդը թույլություն չի կարա ցույց տա։ Իրավունք չունես։ Իմ մոտ որ գալիս են մեր երիտասարդներն ասում են, այս ծառայությունը դժվար է, ինչ անեմ հովիվ, ասում եմ գնա։ Ոնց։ Էդ է քո solution-ը, բայց եկել ես լացում ես, գնա, չեմ ուզում։ Եթե հիմա չես կարող մի հատ 5 հոգու դիմանաս, 100 հոգու ոնց ես դիմանալու։ You out։ Parking lot-ում մի հատ մեծ կռիվ եղավ, մի հատ երկու ջանով իրար կպել էին։ Մեկը մեծ էսքա, մեկը ավելի մեծ։ Նեղացե գնացել են նստել 4 տարի ցունոքի մարդ եկել, չգիտեմ ինչ անեմ։ Եկել ասում է տղեն էլ parking lot-ում չի ծառայում, գնացեցի ասում։ Ինձ նեղացել է, ասեցի you are fired։ Ոնց։ Ասեցի մի հատ parking lot չեք կարող, արա, պահեք։ Վերջերսով լավ կներես հետ կգնամ, ասի մի հատ էլ արես, էլ դու կյանքում չես կա։ You see how it's tough to deal։ Դժվար է։ Մեր բոլոր ծառայողները այդ սրիտակով անցել են։ Ում գիտեք բոլորն էլ նեղության մեջով անցել են, բոլորն էլ։ Don't play like that, Armen, դες մի նվագի, just So, ուզում եմ էսի ասեմ Աստծո ժողովուրդ։ Եթե դուք ուզում եք ծառայություն վերցնեք ձեր վրա, եթե ուզում եք ծառայություն վերցնեք ձեր վրա, այս կյանքը պետք է ապրեք։ Եվ սա փակում եմ, իրավունք էլ չունեք, իրանց դատեք։ Ասում եմ, ով ես դու, որ ուրիշի ծառային դատում ես։ Right? Ասում եմ, ով ես դու, որ ուրիշի ծառային դատում ես։ Իրանք չունես դատես։ Գիտեք ինչի, որովհետև դու չգիտես Աստված մեզ ինչ ձևի mentorship անում։ Դու ծանոթ չես այդ կանոններին։ Դու չգիտես ես Աստծո հետ երեք ինչ եմ խոսած է։ Դու չես իմանում։ Քո մեջ մենակ Աստծո սիրելն է։ Բայց մենք ինձ Աստված եկել ասում է գնա իրանց ասա որ դուք այդ կյանքը չեք։ Գիտեք քանի հոգի եղել գնացել եմ, նայել եմ երեսին, ասել եմ կներես բան եմ ուզում քեզ ասեմ։ Ինձ Աստված ասել որ դու այս բաներն ես անում։ Պետքա փոխվել։ Դու ով ես որից դատես։ Դու չես իմանում ինձ ինչ Աստված ասել։ Ես եղել աստեղ կանգնած աղոտ կանելուց տեսել եմ ում մոտ դև կա, ում մոտ չկա։ Ես տեսել եմ ում մոտ ինչ կա, ու սես նայում եմ, ինձ Աստված ասում է, այնքանա նայում, իրանք պատրաստ չեն դրանից դուրս գան։ Բայց գամ քեզ ասեմ, դու քեզ դել ես սուրբի տեղ, սենց ու գամ ասեմ, ձեռնդ իջեցա մոտը դև կա կայնած։ Can you imagine if I come to you, you're praying like, and then I said, no, you have a devil. Ոնց կզգաս քեզ։ All right, եկեք կանգնենք ոտքի Աստծո ժողովուրդ։ Ուղղակի կուզեի մի քանի ինֆորմացիա իմանայք։ Էլի բաներ կա, որ կարամ ասեմ, բայց պետք հերիք է։ Okay, բաժանի հաղորդության ամանները։ Jesus, you're the sweetest name of all. Jesus, you always hear me when I call. Oh, Jesus, you lift me up each time I fall. Ստեղ մարդ կա, որ հիվանդ է։ Կամ ձեր ձեռքը տեսնեմ։ Okay, հենց այս հաղորդությունը ընդունեք, իստերն ասում է, եթե այս հաղորդությունը ընդունեք, ինքը ձեզ կբժշկի։ I don't have to lay hands on you. That's weird too.
I never done this before. always hear me when I call. Oh, Jesus, you lift me up each time I fall. You're the sweetest, sweetest name of all. Jesus, you're the sweetest name of all. Jesus, you always hear me when I call. Oh, Jesus, you pick me up each time I fall. You're the sweetest, sweetest name of all. Jesus, you're the sweetest name of all. Jesus, you always hear me when I call. Oh, Jesus, you lift me up each time I fall. You're the sweetest, sweetest name of all. Jesus, how I love to praise your name. Thank you, Lord. Jesus, you're still the first, the last, the same. Oh, Jesus, Thank you, Lord. died and took away my shame. You're the sweet, All right, Աստծո ժողովուրդ։ sweetest name of all. Usually, երբ որ մեկը մահանում է, մենք տխրում ենք, ճիշտ է։ Բայց Քրիստոսի դեպքում մենք պետք է ուրախ լինենք։ Amen. Որտեվ եթե նա չմահանար, մենք այսօր փրկություն չէինք ունենա։ Եթե նա չմահանար, նա իր արյունը չէր թափի։ Եթե նա չմահանար, մենք չէինք գնվի, ասում է, նրա արյունով մենք գնվեցինք։ Ամեն։ Amen. So մեզ մնում է ընդամենը մի բան։ Եթե իրականից Աստծո այդ sacrifice-ը, որ ինքը արել է, ու քո կյանքիդ մեջ տարբերություն ա տվել, ու դու դա զգում ես, ասում է գնա պատմի ուրիշներին։ Եթե Աստծո արյունը քո կյանքիդ մեջ տարբերություն ա տվել, եթե դու տեսնում ես տարբերություն, եթե դու տեսնում ես Աստծո արյան զորությունը, Քրիստոսի արած աշխատանքը, դե ասում է, էլ ինչ ամնում քեզ որ անես։ Գնա պատմի ամեն անգամ, որ ես արյունից ու մարմնից ասում է օգտվեք, ասում է պատմեք։ Հա? Պատմեք ասում է։ So, այս հաղորդությունը ընդամենը իմ humble opinion-ով մի հատ message ունի, ասում է ամեն անգամ որ խմեք ու ուտեք, ասում է ինձ կհիշեք։ So, Հիսուսի արյունը միակ բաններ, որ կարար մարդուն գներ։ Դուք տեսեք ինչ գնով է ինքը առե ձեզ։ Բայց կուզեմ մի հատ դուք ձեզ ինքներդ ստուգեք։ Տեսեք արդյոք այդ արյունը, այդ աշխատանքը ձեզ մի բան տվել է։ Եթե տվել է, ուրեմն փառք Տիրոջին, ուրիշներն էլ փոխանցեք։ Որտեվ այսօր աշխարհը ապրում է խավարի մեջ։ Իսկ մենք պետք է մարդկանց ասենք Քրիստոսի մասին։ Մենք պետք է իրանց էլ այս օրհնությունը տանք։ Ամեն։ So, ուզում եմ ձեր գլուխները մի պահ, ձեր աչքերը եւ գլուխները ցած եւ աղոտ կարեք ասա Տեր ջան, շնորհակալ եմ, որ քո արյունով այսօր մենք հաղթանակ ունենք, քո արյունով մենք մաքրվել ու սրբվել ենք։ Շնորհակալ ենք, որ քո աչքին մենք սուրբ ենք, կատարյալ ենք։ Շնորհակալ ենք, որ Տեր Աստված մեզ պաշտպանում ես ամեն տեսակի հարձակումներից։ Եվ ինչ լեզու էլ որ լինի, ինչ զենք էլ որ լինի, որ գա մեր դեմ նա չի հաղթելու, այլ մենք քո ժառան գնենք։ Շնորհակալ ենք, որ մեզ իշխանություն ես տվել քեզ հայր կոչելու։ Շնորհակալ ենք, որ մեզ հավիտենական կյանք ես տվել եւ այսօր շնորհակալ ենք, որ թույլ ես տալիս,
որ քո արյունից եւ քո մարմնից մենք օգտվենք։ Տեր ջան, սրտան շնորհակալ ենք։ Փոխես ամեն մեկի միտքը, սիրտը։ Եվ ինչպես որ ինձ ասացիր, նրանք ովքեր հավատքով ընդունեն, բժշկություն լինի ոչ թե մենակ իրենց մտքներին, այլ իրենց մարմինների վրա։ In Jesus mighty name, ընդունեք Տիրոջ արյունը Աստծո ժողովուրդ։ Եվ Տիրոջ մարմինը։ Now let's sing. Տեր ջան, փառք ու պատիվ քեզ։ Շնորհակալ ենք քո ողորմության համար։ Շնորհակալ ենք քո խոսքերիդ համար, Տեր Հիսուսին։ Շնորհակալ ենք, որ օգնում ես ամեն մեկից, Տեր Աստվածս իմ։ Տեր ջան, դու փառավորվես։ In Jesus' mighty name, I pray that every man here be healed in Jesus' mighty name. Shoulder, I rebuke that pain. Knee, I rebuke that pain in the person. I rebuke in Jesus' mighty name. Migraine, headache. In the name of Jesus Christ, I rebuke stomach pain, back pain. I rebuke in Jesus' mighty name. Sciatica, leave now in Jesus' mighty name. Oh Lord, your word has power to heal, to restore in Jesus' mighty name. Շնորհակալ ենք։ Փառավորվես միշտ եւ հավիտյանս Հիսուսի անունով եւ Աստծո սուրբերն ասեն Amen. All right, Աստծո ժողովուրդ, praise Jesus. Չմոռանաք օրհնեք Տիրոջը։ Աստծո խոսքի մեջ գրած է, որ գաք Տիրոջ տուն, դատարկ չգաք ձեր 10 անորդներով, ընծաներով